Դե նայեք, 2 օր սպասում եմ ես իբր բուրըն իրադարձությունները անցնեն, որ ընդամենը մի հատ հարց տամ։ Ըստ էության ավելի շատ ոչ թե նույնիսկ ժողովրդին, հասարակությանը, այն բթացած ժողովուրդ կոչվածին էլի մեծի մասամբ անասնացած հասարակությանը, չնայած հարցը անասուն եղել են, հիմա բացահայտվել են, թե վերջի շրջանում են անասնացել, այլ քննարկման թեմա է, բայց ինչևէ մի հարց ընդամենը հատուկ մի 2 օր սպասեցի ու հիմա տալիս եմ։ Սերժ Սարգսյանը կալանավորվեց, թե ոչ։ Սերժ Սարգսյանին առաջադրվել է այնպիսի մեղադրանք, որի խափանման միջոցը ենթադրում է կալանք։ Սերժ Սարգսյանը անազատության մեջ է, թե չէ։ Իր ունեցվածքի գույքի նկատմամբ որևէ սահմանափակում իրականացվել է, թե ոչ։ Որևէ բան ձեռից խլել են, թե ոչ։ Բթացած ժողովուրդ կոչվածի համար իր լեզվով հետևյալ ձևակերպումները։ Սերժին նեղություն տվել են, թե չէ։ Սերժի ձեռից Նիկոլ կոչված շանթուլեն բան խլել է, թե չէ։ Սերժը գոնե 10 րոպե այս 8 տարվա մեջ ու հիմա հատկապես ճաղերի հետևում հայտնվել է, թե չէ։ Սերժը ու Փեսա Միշիկը հետը միասին վերցված։ Միջև այս հարցին չտրվի պատասխան նրանց կողմից, ովքեր իբր ուզում են պայքարեն Թրքա, Նիկոլա, Նավթա Բրիտանա արևմտյան, Սերժա Միշիկական իրականում իրավիճակի դեմ, համակարգի դեմ, Հայաստանը այն թարմ թխած տորթի նման կտոր անելու պրոցեսի դեմ, իբր ովքեր ուզում են պայքարեն, միջև չպատասխանեն, իրանք չեն դառնալու ոչ պայքարող, ոչ էլ եթե իսկապես պայքարում են, ունենալու են արդյունք ու հետևանք։ Սրանում է ամբողջ գաղտնիքը, սրանում է ամբողջ մեխը։ Նրանք, ովքեր չեն ընդունում կամ չեն խոստովանում կամ չեն հայտարարում, որ ամբողջ շան գլուխը թաղած է Սերժի, Փեսու ու նրանց դրսի կուրատորների, տերերի, կոորդինատորների տակ, մինչև սա չխոստովանվի, մինչև սա չասեն, մինչև սա չընդունեն, մինչև սրա մասին չփաստեն, ոչինչ տեղի չի ունենալու։ Շան գլուխը թաղած է Սերժի ու Փեսու ներհայաստանյան համակարգը կառավարելու, դրան տիրապետելու տակ, դրանց տակ։ Այս Newsmaker կալանավորված Ռոբերտ Քոչարյանը իր ընտանիքի անդամների հետ, այսքան բանը հասկանում է, թե չի հասկանում։ Շատ դժվար է ասել, ինձ մի պահ թվում էր, որ հասկանում է։ Հիմա սկսել եմ անկեղծ ասած կասկածել, չնայած առիթ ունեցել եմ հենց իրան էլ դրա մասին ուղիղ ակնարկելու։ Նկատի ունեմ սերժամիշիկական ներհայաստանյան գործողությունների վերաբերյալ։ Չնայած, եթե Ռոբերտ Քոչարյանը հասկանար քաղաքականությունից, ինքը անցած այս չէ նախորդ ընտրությունների ժամանակ, որի հետևանքով մի ամբողջ 5 տարի ապահովեցին Նիկոլ Փաշինյանի իշխանության շարունակականությունը։ Չէր մտցնի պարլամենտ Միշիկի կողմից ձևավորված շուրջ 15 հոգանոց մի ամբողջ բանակ իր ֆրակցիայի մեջ, որը մի տարի հետո մոտավորապես գիտակցեց, եթե հիշում եք այն վերածնվող Հայաստաներ, ինչ էր Վահե Հակոբյանի կողմից ստեղծված, այն այսօրվա ուժեղների կազմում էլեկտրոցանցի թալանչի պետ կա մի հատ, դրա աղբերը Ռոբերտ Քոչարյանի ցուցակում, այն այսօրվա ուժեղների կողմից իբր թե ընդդիմադիր պայքար ծավալող փոխխոսնակ ոչ ավել ոչ պակաս այսօրվա իշխանական համակարգում նստած Ռոբերտ Քոչարյանի ցուցակում, այդ ասում եմ Ռոբերտ Քոչարյանի նախորդ ցուցակի եւ падգամավորների կազմի մասին, ու նորից Սերժ Սարգսյանի Փեսու ընկեր, բաժնետեր, փայատեր, գաղափարատեր, ուրեմն Վահեի մի ամբողջ թիմը, որի հետ միասին սարքեցին Հայաստան դաշինքը ու նստեցին պարլամենտում, հետո մի տարի ինչքան անց նոր հասկացավ կամ չհասկացավ, բացահայտվեց իրանց սրացումը, թե չբացահայտվեց, բաժանվեցին, ապա արձանով իրար հրաժեշտ արեցին, դուրս եկան մանդատները դրեցին։ Հիշում եք sense բաներ, հիշում եք։ Ոնց կարա մի ամբողջ տասնամյակ նախագահ աշխատած պետական համակարգ կառավարած մարդը sense պարզ բաներ չհասկանա։ Սա ի՞նչ է նշանակում, ուրեմն չի ուզեմ իջե որս։ Թե ուզելա, բայց ուժը ու հնարավորությունը չի հերիք է։ Այսօր ճաղերի հետևը նստած Գագիկ Ծառուկյանը չի հասկացել այդքան բանը։ Եթե չի հասկացել, առնվազն գոնե ինձ որ լսեր պիտի հասկացած լիներ, կամ լիքը ուրիշ ասողներին։ Ով կա էլի այսօր ճաղի հետևները նստած,
Գագիկները, Բեգլարյան, Հարկայինի, Մաքսայինի, Խաչատրյան, չգիտեմ, ով կա չկա, ում հանդեպ գործողություն են անում։ Հովիկ Աբրամյանի ընտանիքի անդամները գլխավորությամբ իրա, վերջապես եկեղեցին կաթողիկոսը, նրանք չեն հասկանում, որ բոլորի վրա մետկեքը, նշանները մետկեքը, դրել է Սերժի Փեսել, Միշիկը, Սերժի գլխավորությամբ, թույլտվությամբ, թողտվությամբ, որովհետև բոլոր նրանք, ովքեր լավն են, վատն են, ոնց է հասարակությունը վերաբերվում, չի վերաբերվում, կապ չունի, ստե վարկանիշները, ռեյտինգները, անձնական որակները, երկրի հանդեպ սերը կամ դրա բացակայությունը կապ չունի, կապ ունեն մինչանձնյա խնդիրները, պրոբլեմները, պրինցիպի հասնող, մեկ էլ կապ ունեն կոնկրետ շահերը, մեծ փողերով, ազդեցությամբ, լծակով ու իշխանությամբ պայմանավորված։ Այս կապ ունի։ Ու եթե խանգարող օղակ կա, այդ խանգարող օղակը պետք է անպայման չեզոքացվի, կապ չունի, նրանց հետ տարիներով համագործակցելա չի համագործակցել, նրանց կեղտոտ համակարգի մաս է եղել կամ մաս է հանդիսանում, թե ոչ։ Կապ չունի, կարող են իրար հետ համագործակցել, օգուտ տալ միմյանց, թե ոչ։ Մի սկզբունք կա ընդամենը, ով ռեսուրս ունի Հայաստանում ու ուժ ունի, ով ինչ-որ պատճառով այս Հայաստանը բաժանելու թուրքական ծրագրի, թուրքական եմ ասում ամփոփելու համար էլի ամբողջ համակարգը, ծրագրի իրականացման պրոցեսում չի, դրանց բոլորին պետք է չեզոքացնեն, մաշեցնեն, չեզոքացնեն, մաշեցրին Ռոբերտին այնքան միջև պրծավ, հասավ միջև մի հատ ուճուրիկ ֆրակցիա, հաջորդ քայլը իրա որն էր ելնելու, եթե մնար, գներ Լևոն Տեր-Պետրոսյանի ճանապարհով, մոռացություն եւ մահացություն, քաղաքական, հետո էլ դե կենսաբանական, բայց բանը եկավ հասավ նրան, որ վտանգավոր իրավիճակները շարունակվում են, ավելի շուտ արդեն հասնում են ավարտի, Հայաստանի կործանման գործընթացը հասնում է ավարտի, հիմա պիտի հանձնեն արդեն առանցքային նշանակության շատ բնակչություն ու մեծ տարածք իրենցից ներկայացնող հանդիսացող ունեցող հատվածներ այս պահի դրությամբ։ Հանգարց ինչ-որ մեկը, ով որ կարա խանգարի, իսկ խանգարելու ձևը միակն է, ասել եմ ու ասում եմ, 18 թվից ի վեր ասել եմ ու ասում եմ, Նիկոլին պատերազմ հայտարարելուց ի վեր ասել եմ ու ասում եմ, միայն համաժողովրդական զանգվածային ալիք, իշխանափոխություն զանգվածային ալիքի, այսինքն սահմանադրության, տրամաբանության եւ ժողովրդավարության բոլոր կանոնների շրջանակներում, միայն այդ ճանապարհով զանգվածային ժողովրդական ալիքի դրսևորմամբ, ուրիշ ոչ մի ձև Հայաստանում փոփոխություն իրականանալ չի կարող, այս որ սաղով մտան մեծ ու փոքր կլուն մտան ընտրությունների մեջ, Նիկոլին ապահովեցին լրացուցիչ ձեներ, ուզելով, չուզելով բացարձակ կարևոր չի, երբ որ սպանություն ես կատարում, իսկ տվյալ դեպքում երկրի սպանություն ես կատարում, հայրենիքի սպանություն ես կատարում, կանխամտածված էր, թե ոչ պատիժը միևնույն է վրա է հասնելու, պիտի վրա հասնի։ Բերեցին նույն արդյունքի ընտրություններով նկատի ունեմ, հիմա նորից միայն լայն զանգվածային ժողովրդական ալիքով, են հեքիաթները, որ ժողովուրդը մեռածա, հիասթափվածա, բթացածա, անասնացածա, մորթապաշտա, օրվա փորի հացի մասին է մտածում, ջեբի շահի, չգիտեմ, մտել են Նիկոլի մի տեղը, կամ են մյուսը, ես Սա հեքիաթներ են, որոնք իրականություն են, այո, բայց եղել են միշտ, եղել են նաև 18 թվին, եղել են դրանից առաջ, եղել են բոլոր դարերում, ճորտերի Սպարտակի շարժման ժամանակ են եղել, նապոլեոնական թվերին են եղել, Պուգաչովյան թվերին են եղել, 1917 թվականի հեղափոխության ժամանակ են եղել, բոլոր ժողովուրդները ու հատկապես դեբիլացած հայ ժողովուրդը միշտ սուբյեկտային չեն, միշտ ազդեցության տակ են, մանիպուլյացիաների տակ են, բայց միևնույն ժամանակ միշտ կա այնպիսի թվով գիտակից պատրաստ եւ չայլասերված հատված հասարակության, որը պատրաստ է հեղեղի նման միանգամից սրբել տանել ամեն մի կեղտ ու այլանդակություն, եթե թույլ տան կամ կազմակերպեն, որպիսի այդ ժողովրդի հատվածը հավաքվի։ Ասել եմ ու էլի ասում եմ, ով որ չի ուզում լսել, ուրեմն կամ անասուն է, կամ հատուկ այդ թեման փակում է, որ հանգարց չնպաստի երկրի փրկության պրոցեսին։ 2-3%-ն է ընդամենը հասարակության պետք, եթե Հայաստանում դեռ կա
գոնե մի 2 միլիոն մարդ, ապա հաշվեք դրա 2, 3, 4, 5 թեկուս տոկոսը ինչքան է անում ու կհասկանաք, որ դա 100,000-ավոր մարդիկ են, որոնք կլցնեն ինչ հանրապետության հրապարակ Երևանի ամբողջ քաղաքական, այսպես ասած, ավանդական տարածությունը իզութոզը չեն թողի, այս այլանդակության, այս կեղտի, այս գործակալական, թշնամական, գրական բառարանային ոսկեղենիկ հայերենով ասած եւ արդի իրականությանը չափազանց համահունչ բոզից ծնված պոռնկորտիների վրաերթը մեր երկրի ու հայրենիքի վրա չեն թողնի, այդ վրաերթից բան չեն թողնի, միանգամից անենց կսրբեն, անենց կմաքրվի ամեն ինչ, իրավիճակով, մթնոլորտով, այն ոջիլներով, որոնց սրանց շուրջ ես համակարգի մեջ ու համակարգի շուրջ կան, տպավորություններով, ամեն ինչ միանգամից կընկնի տեղը, ընդամենը պետքա թշնամական, գործակալական, թրքահպատակ վիժվածքներին լայն զանգվածային ժողովրդական ուժով, ով այս բանից դուրս է, այս պատկերացումից դուրս է, ով չի ընկալում, որ առաջին հերթին պետք է բացահայտել փաստի առաջ կանգնացնել, սահմանափակել դրանց, այսինքն որ չկարենան գործեն, ու Նիկոլա Խառը հեռացնել հայաստանյան իրականությունից, Նիկոլին ծնած, բերած, պահող աչքի լուսի պես Սերժին ու իր փեսուն Միշիկին, ով որ հանգարց ասում է Սերժը խաբվեց, չգիտեմ, քցվեց, այն Միշիկը ընդ բան, գլուխը տվել են ամենասուր քարին, նրանք հատուկ նպաստում են, որպեսզի ամեն ինչ գնա, ոնց որ գնում է, մինչև Հայաստանի վերջի կտորը հանձնվի, բրծնի, որ փողերը հանգիստ լափեն, չնայած սատկելու են, հասկանալի չի ով է լափելու այդ փողերը, իսկի նորմալ ժառանգել չունեն, որպեսզի գոնե ժառանգեն, ժառանգները լափեն ժողովրդի սերունդ հոր թափված արյամբ ձեռք բերվածի հանձնման արդյունքում ստացած փողերը։ Գալիս եմ հարցի սկզբին։ Սերժ Սարգսյանը կալանավորվեց, թե ոչ։ Ոչ ոք, ով չի խանգարել այս ամբողջ ընթացքում, ով չի խանգարում դրանց իսկ դրած նշանակած գործակատար Նիկոլին իրականացնելու այս ամենը չի կալանավորվում, չի կալանավորվելու, նեղություն չի տեսնելու։ Շոուի ժանրի կանոնների մեջ ինչ որ բաներ դուք դրա մասին լսելու եք։ Հենց Ռոբերտին հավքին տարան, Սերժին էլ կանչեցին դատարան։ Այս էժան բառը չի ասում, ձիշով կատերյուկը արդեն մաշացրել է իրան։ Արդեն մաշացրել է։ Սա արդեն զռռում է։ Միակ ձևը, միակ ապացույցը ռեալ ճաքի սրանց համակարգի մեջ, որ ճակ հատվել, դա կլինի, եթե Սերժ Սարգսյանը կալանավորվի, ռեալ ուրեմն պատիժ սռոք սկսի կրել, թեսեն հայտնաբերվի, բերվի, փակվի, կամ որևէ այլ համապատասխան շահագրգիռ երկրում ձերբակալվի, կալանավորվի, փակվի եւ դրանց հալալ քրտինքով երկրի հաշվին կեղեքած փողերը ազգայնացվեն, ունեցվածքներն ու փողերը։ Եթե դա տեղի չի ունենում, ասում եմ Սերժն ու Փեսեն շարունակում են քշել Նիկոլին, մնացած բոլորը ովքեր հետները պայմանավորվելով մտածել են այս 8 տարիների ընթացքում դե լավ, հեսա էլի կձգենք, հեսա հարցը կլուծվի, չի լուծվելու։ Միջև վերջի, ինչպես ասեց են, ոնց էր ասում, ձուկն ու մուկը մտնելու եք ճաղերի հետևը, ունը զրկվելու եք, մաշացվելու եք, ջնջվելու եք, կամ նպաստելու եք երկրի հանձնմանը։ Բայց դուք այսքանը որ հասկանայիք, լինելով միլիարդատերեր, երկիր ղեկավարածներ, փաստորեն պահի տակ բախտի բերմամբ ժողովրդից ճակատագիր որոշողներ եք դարձել երբեմն։ Դուք այդքանը որ հասկանայիք, դուք այսօր չէիք լինի այդ վիճակում։ Կան այլ արժեքներ։ Փողից փոր լցելուց, զղտկվելուց, ճոխություններ վայելելուց զատ կան այլ արժեքներ, ով սա չի հասկանում։ Ապրում է թվացյալ լավ բարեկեցիկ հարուստ կյանքով, անցնում է մարդկանց վրայով, գլուխներով ու հոգիներով,
Բայց հետո վերջում կամ սատկում աշան նման ու դաժան, չթողելով ոչ մի հետք երկրում, իսկ մարդկանց մեջ թողելով ատելություն ու անեծք, կամ ավելի վատ, կյանքի վերջի տարիները, նույնիսկ վերջի տասնամյակները անցկացնում է թշվառ բոմժի նման, չհաջողված լուզերի նման, բերդում, փոսում, դժոխքում ու երազում է, որ գոնե սատկեր իրականության մեջ չզգար, այն ամենը ինչ զգում է։ Դեռ մի փոքր շանս կա շտկվելու, դեռ մի փոքր շանս կա։ Թարգեք փագել իմ նմանների դեմը, այ ընդդիմադիր կոչվածներ, այ Սերժի ու Միշիկի, Նիկոլի և նավթային խողովակների շահերի տակ մնացած դրանց մեջ խճճված ու երկիրը հանձնելուն նպաստող ուժեր, պարլամենտական թե ոչ պարլամենտական, Ռուսաստանից թե Եվրոպայից, թե Ամերիկայից, թե այլ երկրներից բուծված, սնուցվող կամ չսնուցվող։ Թարգեք, սթափվեք, կամ գոնե փորձեք, էլի դեռ մի փոքր շանս կա։